Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ժամանակին թակավոր մգաբրեր, որ աղքատներուն, մուրացիկներուն նկատմամբ միշտ զաղրանքով էր եւ անարքանքով։ Ամեն անգամ երբ գանտիբեր աղքատ մուրացկանիմը գծաղրեր զայն բոլորին թիմած խայդարագեր եւ անոր հոգին կգործաներ։ Օրմը արավոտմը իր ընտանիքին հետ միասին եւ բաղագունթը իր շուրջ հավաքած թակավորը քյուղը մգանցներ։ Հանգարց ջամփեզրին կդեսնե փոքրիկ աղջնակը, որ աղքատիկ նստած էր մուրացկանություն գներ։ Թակավորը անոր գմոդենա գծաղրեզինք զաղրական ժբիտմը ցույց կտա եւ գսե ամեն անգամ տուն բահանջկոդի թիրքի մեջն ես, ամեն անգամ փամ ուզելու թիրքի մեջ ես։ Ինչ պիտի դաս, եթե ես քեզի փամը դամ, փոխարենը տուն ինչ պիտի դաս ինձի։ Աղջիկը դեր պատասխանը չդված, թակավորը անոր գերգարե սագարմը ամբողջությամբ մեջը հինցած փսխած լոլիկներ։ Եվ թակավորը զաղրական ժբիդով անոր գուտա այդ հինցած լոլիկները զամփյուրով գսե որ վաղը նորեն այստեղ եմ պիտի անցնիմ եւ կսպասեմ քեզ մե որ անպայմանորեն փոխարեն տուն ինձի փամդաս։ Թակավորին հետ գտնվող բոլոր բահակները կսկսին ձիծաղիլ։ Փոքրիկ աղջնակը աչքերը փայլուն թակավորին յետևեն գնայի։ Թակավորը գեհերանա։ Հաջորդ օրը թակավորը նույն ջամփեն պիտի անցնի, որովհետև գուզեր անպայման դեսնե թե այդ փոքրիկ աղջիկը իրեն ինչ պիտի դար փոխարենը։ Եվ թակավորին գեհդեվին բոլոր գյուղացիները հետաքրքրված թե արդյոք ինչ պիտի պատահի։ Երբ թակավորը գուքա նույն այդ վայրը ուր փոքրիկ աղքատիկ աղջիկը գտնվեր, աղջիկը ոտքի գելե եւ թակավորին կներկայացնե մեկ օր առաջ թակավորին դված զամփյուրը, որ մեջը հոդած լոլիկներ կային, մակրած էր աղջիկը, ամբողջությամբ մեջը լեցուցած էր հոդավետ, սիրուն, քույնսկույն ծաղիկներ եւ ադիկա թակավորին կնրվիրե։ Թակավորը ուղագի գծնցվի եւ գտարնա աղջիկան գսե Թուն գրնայր այս ծաղկեպունչը քեղեցիկ ծախել, վաճառել, կումար շահել։ Գրնայր այսօր ավելի լավ ջաշ ուտել։ Ինչու համար ինձ գնվիրես այս փունչը ծաղիկներու։ Եվ փոքրիկ աղքատիկ աղջնակը փայլուն ժբիդով բարի հոգիով թակավորին գսե Թակավոր ամեն մարդ իր սրդին համացայն թիմացին գուտա։ Անոր իր սրդին մեջ անարքանք ունի, փարգություն ունի, չարություն ունի, թիմացինին չարություն կհասցնե, թիմացինը գանարքե, գծաղրե, բայց անոր իր սրդի մեջ փարություն ունի եւ գուզե ուրիշներուն օգտակարը լալ, ժբիտ պարգևել, ապա իր սրդի մեջ են բարի բան է որ կնվիրե։ Եվ այդ ժամանակ թակավորը այդ խոսքերեն խիստ կաստվի եւ գտեսնե որ հարցը ոչ թե աղքատության մեջ է, այլ հարցը իր թակին մեջն է, իր հարստության մեջն է, իր սրդին մեջն է։ Սիրելի քույրեր, եղբայրներ, տեսեք Տեր Հիսուս Քրիստոս ինչ կսե բարի սրդին ու չար սրդին մասին։ Կգարտամ ցեզի Մատթեոսի ավետարանի 13-րդ գլխու 33-ին մինչև 37 համարները։ Հիսուս կսե. Եթե գուզեք լավ բդուղ ունենալ, ձարը առողջ պահեցեք։ Իսկ եթե ձարը լավ չպահեք, բդուղն ալ քեշ կլա։ Որովհետև յուրաքանչյուր ձար իր բդուղեն կջանցվի։ Իժերու ծնունդներ։ Ինչպես կրնակ լավ բաներ խոսիլ, երբ դուք չար եք, քանի փերանը սրդին մեջ եղածն է որ գխոսի։ Բարի մարդը
իր սրդի փարիք անցեն փարիք կհանե, իսկ չար մարդը իր սրդի չար կանցեն չարիք։ Գսեմ ցեզի, Թադաստանի օրը մարդ իր բոլոր թադարք խոսքերուն համար հաշիվ պիտի տա, որովհետև քու խոսքերով պիտի թադեն քեզ, կամ արդարացնելու համար քեզ եւ կամ թադաբարդելու։ Սիրելի քույրեր եղբայրներ, այսօրվան այս հոգևոր արագը եւ նաեւ մանավանդ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ խոսքերը թող ցնցե մեր հոգիները։ Թող ցնցեն անոնք մեր հոգիները։ Եթե իսկապես սիրելիներ մեր մեջը մաքուր սիրտ չբահենք, եթե մեր սիրտը չմաքրենք Քրիստոսի արյունով, փարությամբ, արդարությամբ, ողորմությամբ, սրբությամբ, գարեկցությամբ, ապա մեր սիրտեն չար բաներ պիտի լինեն։ Մի ավադակ այն մարդոց, որոնք սիրելիներ իրենց բեռնով ամեն տեսակի վիրավորանք կնեն, ամեն տեսակի անարգանք կնեն, ուրիշներու հոգին զերոյի գիչեցնեն, վար գզարնեն եւ ուրիշը քեզի գսե որ մի նեղանար անգե, թեև adank խոսեցավ քեզի այդպես խոսեցավ, բայց իրականության մեջ իր սիրտը բարի է։ Այդպիսի մարդ չի գտնար բարի սիրտ ունենալ։ Բարի սիրտը բարի կանցեր կունենա իր սրտին մեջ եւ բարի խոսքեր գսե, իսկ չար սիրտը չար կանցեր կունենա գսե Հիսուս եւ չար խոսքեր գսե, եւ դերը մեզ մեր խոսքերուն համացայն պիտի թատե, կամ արդարացնելու մեզ եւ կամ թադաբարդելու։ Ինչպիսին է քու սիրտդ, սիրելի եղբայր, ինչպիսին է քու խոսքդ, սիրելի քույր։ Քննե տուն քեզ, ամեն օր ես ինքս կքննեմ, տեսնելու համար որ ինչ բանի մեջ թերի եմ։ Եվ ամենքս սիրելիներ, եթե մենք մեզ քննենք ու փոխենք Տիրոջ շնորհքով, եթե մեր սրտի մեջի չարությունները մեզ մե հերացնենք, վանենք զանոնք, մաքրենք մեզ մե այդ բոլոր տեսակի աղդոդությունները, այդ ժամանակ սիրելիներ մենք բարի բդուղ ծառի կնմանենք, այն ադեմ մեր սրտի կանցերեն բարի խոսքեր դուրս կելեն։ Եկեք իրարու հանդեպ բարի խոսքեր ասենք։ Սիրելիներ, մեր ազգը այս վերջին շրջանին հատկապես շատ չարացած է իրարու նկատմամբ, չար խոսքեր ասելով իրարու հասեին, վատ խոսքեր, հայույանքներ, լուդանքներ։ Եկեք մաքրենք Քրիստոսի սիրով մեր սիրտը, որպես իրարու հետ սիրով խոսենք։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։